էլիտան է, ավանտյուրիստ, մեր դեպքում պոպուլիստ ու դավաճան, իրանք են վտանգը։ Եթե այս մարդը արդարանում է, դու քո ուսադիրները պոկում ես, ասես տղամարդ խոսք է։ Ադրբեջանական ոչ մի պետություն չի եղել, երբևիցե պատմության մեջ Բաքուն իրականում դա Հայաստանի տարածք է եղել, ինքը հայ ժողովրդի դուխը գցել է ասֆալտի վրա։ Մի հոգուց փոքր երկրում շատ բան է կախված, եթե ոչ ամեն ինչ։ Ու մենք այդքան շատ չենք, որ մենք վատ ապրենք։ Այսօր հենց այդ դրույթը չի քննարկվում, այսօր ուրիշ դրույթներ են քննարկվում, օրինակ անկախության հռչակագիրը հանելու եւ նաեւ այդ թվում եթե խոսում ենք, որ սահմանադրության փոփոխությունը Ալիևի պահանջն է, ինքն էլ ասում է, որ Հայաստանը այլևս ոչ մի նկրտում պետք է չունենա իմ տարածքային ամբողջության մասով, այսինքն լրիվ այլ դրույթներ են փոխվելու։ Ինչ է լինելու դրանից հետո։ Ինքը եթե այսօր իմացավ որ կարա այդ իր ասածները անցկացնի ժողովրդի մոտ, ինքը վաղը դա կդնի քվեարկության։ Իրանք ընտրվել են 21 թվականին մոտ 30 քանի տոկոս է եկել, չէ՞, քվեարկության։ Որն իրանք անցել են 51 ու ինչ որ քանի տոկոս հաղթել են, հա։ Ընդհանուր քվեարկողների Հայաստանում իրավունք ունեցողների քվեարկողների քանակով որ հաշվում ես, իրանք 9%-ով են մտել պարլամենտ։ Հա, դա այդ պահին մեծամասնություն է կազմել քվեարկված, 9% ձեն ունեն։ Հասկանում եք, միակ պետությունն է աշխարհում, որ երկրի կառավարող ուժը ընդամենը ունի 9% երկրի քվեարկողների ձայներից։ Ու այսօր ինքը ուզում է խոսի Հայաստանի անունից, ինքը չի կարող խոսի Հայաստանի անունից։ Ինքը այդ իրավունքը չունի։ Ինքը խախտել է հետո իրան չեն ընտրել են ծրագիրը, որը ինքը ներկայացրել է։ Թող նայի, որ իր ներկայացված ծրագրի հիման վրա նա ընտրվելով, որ կետնա կատարել։ Ես մի անգամ դա ասել եմ, որ կետը, ընդ գրած է խորացնել լավ հարաբերությունները, կարող բառացի չհիշեմ, ասենք Ռուսաստանի հետ։ Լյովին հակառակն է։ Զարգացնել, ես իմ այնտեղ Արցախի հարցն է դրած, որ պաշտպանը իր ծրագրի մեջ Արցախը հանձնեց, ինքը չի կարա մեր անունից, չի կարա հայ ազգի անունից որևէ մի փաստաթուղթ ստորագրի եւ ինքը դրա համար պատասխան է տալու, ինքը խախտել է գործող սահմանադրությունը, հրաժարվելով Արցախից, ասում եմ աբսուրդ է, ինչ որ ասենք Մարտունում, չգիտեմ, Մադաղիսում, չգիտեմ, ինչ-որ եղնիկներում քրեական գործերը գնում են, պատկերացնում եք, խոսք չի ետում ինչ-որ ծանր հանցագործությունների մասին։ Ինքը Արցախը հանձնել է, ինքը ինչ է կարծում։ Ինքը պատասխան չի տալու կամ իր թիմը։ Իրանք պատմության մեջ արդեն իրանց այդ թիմով ուզում են 5 հատ միրուք թողեն։ Հետո թրաշվեն, հետո նորից թողեն։ Իրանց ամբողջ թիմով պատասխան են տալու։ Պատմության մեջ իրանք գրված են սև տառերով, հայոց պատմության մեջ։ Պարոն Կարապետյան, Ալիևի հաջորդ պահանջը փախստականների փոխադարձ վերաբնակեցումն է։ Ինչ եք կարծում։ Եթե այնուամենայնիվ փոխադարձ վերաբնակեցում լինի, ադրբեջանցիները նորից գան Հայաստան եւ շատ խոսվում է արևմտյան Ադրբեջանի մասին, ինչը մենք գիտենք, որ տարածքներն են իր մեջ ներառում, ինչ է լինելու, ինչ իրավիճակ ենք մենք ունենալու։ Դուք պատկերացրեք մի հատ այսպես իրավիճակ, հա։ Մենք ունենք զոհված զինվորների բարեկամներ։ Չէ, ուրիշ բան չասեմ։ Նույն Ադրբեջանում կան զոհված զինվորներ, որոնք էլ ունեն բարեկամներ։ Ու մեկ էլ վերցնենք, ասենք, այնտեղ օրինակ, մի 500 հոգի ադրբեջանցի, եթե ինքը կարա ամեն ադրբեջանցի կողքը մի հատ ոստիկան դնի։
որտեղ իր խոսքը մեր ժողովուրդը չի ընդունում։ Ալիևը հնարավոր է հրանք տա, ասի մազներին չկպնեք։ Բայց էլի խնդիրներ է լինելու, քաոս է սկսել։ Բայց գոնե մի քիչ, ասենք, այդ աստիճանի չի լինելու։ Մեր մոտ ո՞նց է պահելու։ Ասենք, այնտեղ ինձ այն օրը կարդացին, որ 16000 ադրբեջանցի 16000 ոստիկան թող պատրաստի, որ գիշեր-ցերեկ այդ ադրբեջանցու հետ ապրեն։ Գնան խանութ, այո, հայ ոստիկաններ, գնան թուրք ոստիկաններ բերելու։ Այդ պահանջը դրվելու է, որովհետև հայ ոստիկանը ինքը չի կարա իրանց անվտանգությունը ապահովի։ Եվ նույնը Ադրբեջանում չեն կարալու ապահովել։ Հետախուզության պետը իմ տեղակալը գնաց Բաքու։ Գնաց Բաքու բաններ, այդ ինչքան հիշում եմ ժողով էր, այդ SNG-ի ժողովներից էր, գնաց Բաքու, այն ժամանակ ստեղ ներկայացուցիչը հապկում գեներալ Անտոնյանն էր ողորմածիկ, իրար հետ եկավ Մոսկվա, գնաց Բաքու, ինքը ինձ պատմում էր։ Ասում է, այդ հյուրանոցը 5-ը շրջապատել էին, որ ժողովուրդը դուրսը կանգնած, ասում է, դռան մոտ մի 5 հոգի կանգնած, մի հոգի չէ, 5 հոգի կանգնած, որ այդ մի հոգուն, ինչա որ հայեր են եկել, որ հանկարծ իրանց չկպնեն։ Լավ, ընդունենք դրանք զինվորական են կամ չգիտեմ ինչ են, հա։ Ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, որ հայ կինը կամ հայ աղջիկը կարա գնա այնտեղ ու ապրի ու իրան ոնց ասեմ ու նորմալ ապրի։ Այս պահին մենք դրան պատրաստ չենք։ Դրա համար առաջին հերթին պետքա Ադրբեջանում դադարեն մանկապարտեզում սովորացնեն, որ հայը իրանց թշնամին է։ Եվ ուրիշ տարբերակ մենք չունենք։ Այս ամենը խոսում է նրա մասին, որ հիմքեր ստեղծվի ապագայում Հայաստանը վերացնելու ուղղությամբ։ Եվ ստեղծել այդ նոր օսմանական կայսրություն։ Դա է նպատակ։ Պարոն Կարապետյան, մենք անընդհատ ինքներս մեզ հարցեր ենք տալիս, թե ինչու են այդ որոշումները կայացվում, ինչու ենք մենք ոչ համարժեք հողերի հանձնում անում եւ փոխարենը ոչինչ չստանալով։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ սա արվում է, որպեսզի նոր պատերազմ չլինի, չնայած էլի 100%-անոց երաշխիք չի տալիս, որ պատերազմ չի լինի, բայց այնուամենայնիվ այս պահի դրությամբ իր հակափաստարկը դա է, որ ամեն ինչ արվում է պատերազմ չլինելու համար։ Ինչպես եք դուք գնահատում մեր քայլերը։ Մենք իսկապես ամեն ինչ անում ենք, որ պատերազմ չլինի, թե հակառակը, մենք քիչ-քիչ գնում ենք դեպի նոր պատերազմ։ Երկրորդ համաշխարհայինից առաջ Հիտլերը պահանջում էր Չեխոսլովակիայից ինչ-որ մի մաս, հիմնելով, որ այնտեղ նեմեցներ են ու գերմանացիներ են ապրում։ Հա։ Տվին, հետո գնաց Հիտլերի հետ պայմանավորվելու։ Երբ որ եկա ուրախ փաստաթուղթը ձեռով որ ես կնքեցի Հիտլերի հետ պայմանագիր, եւ մենք էլ պատերազմ չենք ունենալու, ժողովուրդն էլ ոգևորված ընդունեց իրականում։ Չերչիլը ֆրաց ասեց, գիտեք, այդ փաստաթուղթը հիշեցնում է, երբ որ առյուծին հակ երակրում ես, հույս ունենալու, որ ինքը քեզ չի ուտի, կշտանա։ Այ իրա այդ դեմագոգիան դրանա նման։ Մենք չենք կարա հող տալով հույս ունենանք կամ զիջումներով ու ասենք մենք խաղաղ կապրենք։ Եթե ինքը պատրաստ է, այն հիշում եք մի վաղ այն բաներ, ոնց էր այդ Գլխարկյանը կեպի էր, ինչ էր, վրան գրած էր դուխով, ինքը հայ ժողովրդի դուխը գցել է ասֆալտի վրա։ Ու տրորել է։ Թող ինքը հիմա հակնի այդ դուխովը ու մանգա, ինքն ու իրա թիմը։ Այդ բառը մեր ժողովրդի մեջ
դարել է արդեն, գիտեք, այն արժեր զրկվել է։ Եթե ինքը այդ ձևի պատրաստ է, կներեք, կոպիտ ասեմ, կզած ապրի, թող ապրի։ Թող գնա կզի ու ապրի։ Բայց ես վստահ եմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը հաստատ դրան պատրաստ չի։ Իսկ նա բերելու է պատերազմի։ Ալիևը չի կշտանալու։ Ալիևը ասում է Երևանը Ադրբեջանը, ասում է։ Արևմտյան Ադրբեջանի տարածք է համարվում։ Իսկ ես ասեմ ձեզ, որ Բաքուն իրականում դա Հայաստանի տարածք է եղել, մեծ հայքի, եւ մեծ Հայաստանի տարածք է։ Ադրբեջանական ոչ մի պետություն չի եղել, երբևիցե պատմության մեջ, վաղ թե ուշ մենք մեր գերիներին հետ ենք բերելու, վաղ թե ուշ Ադրբեջանը չի լինելու։ Այսօր ձեզ ասում եմ, ես ոչ հեսա ցանկություն եմ ասում։ Ես միշտ ասել եմ, ժողովուրդները մեղ չունեն։ Ժողովուրդների մեջ կան թե հայերի մեջ, թե թուրքերի մեջ, թե ադրբեջանցիների մեջ, թե ամերիկացիների եւ լավը, եւ վատը, էլիտանա, ավանտյուրիստ, մեր դեպքում պոպուլիստ, դավաճան, այ իրանք են վտանգները ժողովրդի եւ իրանք են որոշում ժողովրդի պահվածքը։ Չնայած մենք էլիտա չունենք, ցավոք սրտի։ Մերը ես ասել եմ, փողոցից եկած թափթփուկներ, որոնք կյանքում չեն տեսել, կյանքում ոչինչ չեն ունեցել։ Ոչ մի բան չեն ստեղծել։ Չտես մարդը չի կարա երկիր կառավարի։ Պարոն Կարապետյան, դուք նաև զինվորականների մասին եք խոսել եւ ասել եք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հանցակից է դարձնում իրեն նաև զինվորականներին եւ հողերը հանձնելու դիմաց կոչումներ է տալիս։ Ինչու են զինվորականները, հայ զինվորականը առհասարակ այսօր ինչու է գնում այդ քայլերին եւ կարող է չգնալ եւ դեմ գնալ այն հրամաններին, որոնք այսօր Նիկոլ Փաշինյանի կողմից են հնչում։ Կան հրամաններ, որոնք ենթակայի դուրը չեն գալիս։ Ես մի անգամ ասեցի, պահանջեք գրավոր հրաման։ Գրավոր հրամանը տվեցին 2-0-ով։ Գաղտնիացրեցին։ Այդ հրամանը վերաբերում է մեր ժողովրդին, դա չպետք է լիներ գաղտնի։ Առաջարկում եմ, թող հրապարակեն։ Առաջարկում։ Այնտեղ կետեր կա, որ կզարմացնեն։ Ճիշտ ասած, ես շատ էի հարգում մի հատ գեներալի, միջև այդ փաստաթղթի տակը ստորագրել, գցին էլի զինվորականների վրա։ Ցույց տվեք Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, որի տակ ինքը գրել է հողերը հանձնել։ Ցույց տվեք։ Ինքը գցելու է զինվորականների վրա։ Այդ հայերեն լեզվով ասած, այդ ոնց ասեմ, լավ, չեմ ուզում վիրավորանք հասցնեմ։ Ինքը գցել է դա զինվորականների վրա, զինվորականը ենթարկվի գնացել է։ Դուք հարց եք տալի, կարար չկատարեր։ Ինձ թվում է կա պատվի խնդիր եւ կա օրենք։ Ինքը պետք է ընտրեր, որտեղ սա այն դեպքն է, որ ինձ թվում է ինքը շատ ավելի պետք է մտածեր իր պատվի մասին։ Այդ որ զինվորականների մեջ չեմ ասում, պատիվ ունեմ։ Կա այդ, ասենք, երբ որ հեռանում է, ասում եմ, պատիվ ունեմ։ Ինձ թվում է դա պետք է օդից խոսքեր չլինի։ Ինքը պետք է ուրեմն իմ կարծիքով ասել, որ սա իմ պատմին խանգարի, թե կարա ուզում եք ինձ նստացրեք։ Բայց պատիվը կպահպաներ։ Դուք պատկերացրեք, մենք ունենայինք մի գեներալ, որը կհելներ կասեր, ես այս հրամանը չեմ ստորագրի, ես հող չեմ հանձնի, ու մեկ էլ իրան գային
հրաման չկատարելու համար կալանավոր էին եւ այլ եւ այլ։ Հավատացեք, այդ կալանքը ժամանակավոր բան է։ Ինքը պահպանելու էր իր պատիվը ու ապագայում ինքն էր հարց տալու իրեն կալանավորներին։ Ու նորից եմ կրկնում, բոլոր համակարգերում մեծամասնությունը հայրենասեր են, այդ թվում ուժայիններում, մյուս ծառայություններում կլինի վերստուգիչ, կլինի հարկային, շատերին ճանաչում են, շատ պատվավոր մարդիկ են։ Իսկ ինչու դեմ չեն գնում այդ որոշումների կատարմանը, պարոն Կարապետյան։ Գիտեք, Կոչումներն են գայթակղում, թե վախենում են, որտեղ գուցե սպառնալիքներ լինեն իշխանության ես կողմից։ ձեզ վերադառնանք այն համակարգին, որ ինքը իր անձնական պաշտպանության համար ստեղծել է, դեռ դա այդ ամենը ապահովում է, բայց դա մի հատ, գիտեք ինչ, մի հատ կայծ է, որ այդ կայծը եղավ, այդ ամեն ինչ sense փլվելու է, ու ինքը մնալու է մենակ ինքը չի, իրեն թիմը, ու երազելու են, որ գոնե իրանց կալանավորեն, չընկնեն ժողովրդի ձեռք։ Պարոն Կարապետյան, Արցախից խոսենք։ Այսօր Հայաստանի իշխանություններին հաջողվեց իսպառ օրակարգից հանել Արցախյան հարցը, թե դեռ մենք կարող ենք պահանջատեր լինել, որ հարցը դուրս չգա թե մեր օրակարգից, թե միջազգային հանրության օրակարգից։ Ինչ պետք է։ Կարճ ասեմ այս հարցում։ Արցախի պատմությունը 90-ական թվականներից կարանք բաժանենք երևի երկու էտապի։ Առաջի էտապը է պատերազմ եւ Արցախը հայկական։ Հիմա պատերազմ Արցախը փաստացի ոնց որ թե համարվում է Ադրբեջան, բայց սկսել է երրորդ էտապը։ Այ երրորդ էտապի մասին մի քանի ժամանակ հետո կխոսենք։ Կարծում եմ, որ երրորդ էտապը նոր է սկսել։ Եվ ես վստահ եմ, որ ի վերջո մենք հաղթելու ենք։ Մենք հասնելու ենք մեր ցանկացածին, թե այս ղեկավարությունը շպրտելով իմիջիալոց իրանց վիճակը նորից եմ կրկնում ավելի ծանրացնում են։ Ավելի ծանրացնում են ու ապագայում ինչ եղավ, իրանք պատասխանատու իրանք են լինելու։ Դուք ազգային տրիբունալ ստեղծելու մասին եք ասել եւ համագումարի ժամանակ էլ ասացիք, որ սեպտեմբերին արդեն որոշում կկայացնենք։ Եթե կարելի է, կարող եք մանրամասնել, ինչպիսին է լինելու տրիբունալը եւ ինչպես են պատժի ենթարկվելու բոլոր այն մարդիկ, ովքեր երկրի նկատմամբ հանցագործություն են իրականացրել։ Նայեք, տրիբունալը ինքն է որոշելու ինչու ոնց, ես չեմ կարա իրանց տեղը պատասխանեմ։ Տրիբունալը ընդհանրապես ասեմ այսօր աշխատում է։ Իրանք ինձ համար շատ անսպասելի նույնիսկ բավականին լավ փաստացի աշխատանք տարան։ Մենք ունենք բազմիցս տրիբունալը մենք չէ, տրիբունալն ունի բազմիցս վկայություններ եւ փաստավորված մեր երկրի ղեկավարության կողմից գործողություններ, իրանք ուսումնասիրում են, ես չեմ կարող իրանց տեղը բացատրել, այնտեղ ինչ շատ դեպքերում հանձնում են, բայց տրիբունալով, ես իրենց անձերն էլ չեմ բացահայտի, որովհետեւ պետք է ապահովենք իրենց անվտանգ աշխատանքը, կգա ժամանակ, գուցե իրենք եթե ցանկանան, բայց մենակ մի բան կարամ ասեմ, իրենք բավականին պատվավոր հայեր են։ Եվ ոչ տեսեք նշանակում ոչ թե ճանաչված, այլ պատվավոր, շատ դեպքերում փակ ոլորտների, բայց ունեցող եւ գիտական կոչումներ եւ բարձր, ասենք ինչ որ զբաղացրած նախկինում դիրքեր եւ իրավաբաններ կամ մեջները իրանք այդ տրիբունալը որոշում է, իրանք ուսումնասիրում են, կան փորձառու
ասենք մարդիկ, որ նախկինում քննիչներ են եղել, դատախազներ են եղել, որոնք այդ փաստավարկները անում են։ Ես մի անգամ ասեցի, չէ, որ մարդուն տանում հարցակնում են, ստիպում են մեկի հանդեպ ցուցմունք տա, խոստանում են, շատերը իրենցից մեզ եկել դիմել են եւ իրենք փաստավորել են, որ իրենց այսինչ տեղը, այսինչ անձերը ստիպել են այսպիսի բան անել։ Այսինչ ծառայությունում իրենց էսա արել են։ Խոսքը գնում է ընդհանուր այդ համակարգի մասին, ես ասացի, մենք համակարգի դեմ ենք պայքարում։ Նախկինում, ասենք, չգիտեմ, այնտեղ փաստացի գնում է եւ որոշ հարցեր նույնիսկ չգիտեմ, ես պահանջում էի միշտ խնդրում էի տրիբունալին, որ խոսքը գնա 18-ից էսկոն, բայց եթե դավաճանություն եղել է եւ նախկինում նկատեք դավաճանություն, խոսքը ոչ թե ինչ որ մեկից փող ավերցրել, դե դավաճանություն պետության նկատմամբ կամ ժողովրդի նկատմամբ եղել է նախկինում, այդ ամենը քննարկում է պատերազմի ժամանակ, պատերազմից առաջ դավաճանության մասին է խոսքը։ Իսկ ես գտնում եմ, որ մեկի վրա գործ սարքելը դա դավաճանություն է։ Դա ակնհայտ դավա, ես խոր չեմ տալի զբաղվել դրանով։ 1 տարի հետո կլինի, 1 ամիս հետո կլինի, 1 շաբաթ հետո կլինի, 2 ամիս հետո կլինի։ Չգիտեմ երբ կլինի, բայց իրենց դա այդ հարցը տալու են։ Այսինքն ես գիտեմ երբ կլինի։ Ուղղակի չեմ ուզում հնչեցնեմ, բայց այդքան երկար չի լինելու։ Իրենք ու առաջին հենց գործընթացը սկսվելու է դրանից։ Սկսելու են մարդկանց վրա, չէ՞ որ մարդին բանտից որ բաց թողես, որը նստած է, ես էլ որ ասեցի, ունենք քաղ բանտարկյալներ։ Պատկերացնում եք։ Փոքր 2.5 միլիոն ժողովուրդ քաղ բանտարկյալ ունի։ Իրավունք ունենք մենք այդպես լինենք, կամ այդ ինչ կյանք են սարքի, այդ ինչ երկիր են սարքի։ Ոնց կարա 2.5 միլիոն ժողովրդի մեջ լինի մուրացկան։ Ոնց կարելի է այդ ժողովրդին դրան հասցնել։ Ես 2 օր առաջ Al Jazeera-ին հարցազրույց էի տալի 2.5 միլիոն 300,000 ժողովուրդ են։ Հարկեր չկա, մարդիկ ապահով են, հիմա կասեն նավթի գազից է, չէ, նավթի գազից չի, որտեվ 96 թվին միջև այս ղեկավարը գալը, այսօրվա իրանց ղեկավարը գալը կառավարման, եղել է այդ ղեկավարի հայրը, էլի նավթ ու գազ եղել է ընդամենը ամայի տարածություն, ժողովուրդը ամենամեծ իրանց տրանսպորտի միջոցը եղել է ուխտը, ապրել են այդ իրանց այդ, չգիտեմ ոնց է կոչվում այդ վրաններում, աղքատ եւ այլ եւ այլ։ Եկավ երկրի ղեկավարը դարավ այդ մարդու տղա, այսօր այդ կներեք այդ բանում անապատում Դուբայի նման Դոխան քաղաք է կառուցված, մարդիկ ոչ հարկ են մուծում, շատ լավ ապրում են, ուզում ասորի վճարում են, առողջապահության խնդիր ունի, նույնիսկ եթե վիրահատում անում են Գերմանիայում, պետությունն է վճարում իր քաղաքացու համար։ Այդ ոնց եղավ։ Այն վաղտ կար, ես օրինակ եմ բերում։ Մենք էլ ունենք ռեսուրսներ, մենք ունենք ամենակարևորը գենետիկ ռեսուրս, մենք կարանք ունենանք լավ ատոմային էներգետիկա, որը այդվում կապովի մեր անվտանգությունը, Ամերիկայից գալիս են, ասում են ինչ-որ մոդուլներ եկեք բերեք տնենք, այդ բանը փակենք, բայց այդ մոդուլները թող Ամերիկայում մի տեղ ցույց տան, մի տեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ իրանք այդ մոդուլները դրել են ու ինչ-որ մեկին հոսանքա տալի։ Այդ ինչա մենք փորձադաշտ ենք։ Սաղ աշխարհում Ռուսաստանն է ատոմային
էներգետիկան զարգացնում, մենք գնում ենք օվկիանոսից ենք կամ ասում ենք բեր մի հատ վագոնչիկ դիր, մեզի բան տա, հոսանք տա։ Աբսուրդ է։ Հնդկաստանի նախագահ բանը, այդ վարչապետը այս 3 գնաց այստեղից։ Ինչքան գիտեմ 4 հատ ատոմային էլեկտրոկայան է կառուցել Ռուսաստանը, Հնդկաստանը։ Հիմա նորն են ուզում կառուցել։ Դուք էս ինչ եք անում։ Դա համար եմ ասում։ Մի հոգուց փոքր երկրում շատ բան է կախված, եթե ոչ ամեն ինչ։ Ու մենք այդքան շատ չենք, որ մենք վատ ապրենք։ Պարոն Կարապետյան, եւ վերջում մարդիկ շարունակում են հետաքրքրվել եւ հարցեր հնչեցնել, ինչպես եք Ռուսաստանից Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու եւ ի վերջո երբ եք վերադառնալու Հայաստան։ Ճիշտ ասած, ես այդ հարցին բազմիցս պատասխանել եմ եւ քաղաքական գործունեությունը ես չեմ ծավալում այս պահին։ Այո, շարժումն է ծավալում։ Ես ընդհանրապես դրա ղեկավարն եմ։ Հա։ Իսկ մեր շարժումի 99%-ը գտնվում է Հայաստանում։ Ինչ վերաբերում է իմ անձին։ Ես անպայման օրը գալու եմ իջնեմ մեր օդանավակայանում եւ կենտրոնական մուտքով եմ մտնելու Հայաստան, այսօր ես դες ասում եմ, կենտրոնական մուտքով։ Ինչի ես չեմ անում դա, ասենք, այսօր երեկոյան, որ մեր շարժումը, քանի որ ես ասում եմ, նման մեր երկրներում մի հոգուց շատ բան է կախված, եթե ոչ ամեն ինչ։ Միայն նրա համար, որ մենք այս պահին չդադարենք, որտեղ իրենք ըստ իմ տեղեկություններին գած գործեր են սարքում։ Ինչ արին։ Դրին, ասենք, հայտարարին, ասենք, չգիտեմ դե Աշոտյանին օրինակ, որ ինքը հանցագործ է, տարան փագի, ոչ դատա այդում, ոչ բան այդում, Արայիկ Հարությունյանին, մյուսներին 20 հոգու կարամ ազգանում տամ, Տոնոյան Դավիթին տարան նորից փագին, ուր ասկի 2 ամիսը մեկ դատ լինի, թե չլինի, 3 տարի է նստած է, բա որ արդարացրին, ես գիտեմ, որ հիմքեր չկա, ու ինձ Տոնոյան Դավիթի ձերբակալողը խոսք է տվել, որ եթե իրան չհաջողվի դատել Տոնոյան Դավիթին, տեսեք ինչ եմ ասում, որտեղ ես դեմ եմ եղել, ես ասի հիմքեր չկա, ասի վստահ ես, ասեց հա, ասի եթե այս մարդը արդարանում է, դու քո ուսադիրները պոկում ես, ասեց հա, տղամարդը խոսք է տվել, կգա օրը կհիշեցնեմ, մեր վարչապետի ներկայությամբ այս խոսակցություն եղել է։ Իզուր տեղ է թող նամակներ չգրի, Կարապետյան Արշակը, սենց արեց, նենց արեց, նամակագրությունով թող չզբաղվի։ Նորից եմ կրկնում, այս խոսակցությունը եղել է վարչապետի նկատմամբ, ներկայությամբ։ Մարդկանց վրա գործ սարքելով առաջ չես է դա։ Ու ես նմանատիպ օրինակներ կարամ բերեմ բազմից։ Դրա համար առաջարկում եմ ամեն մեկը զբաղվի իր գործով։ Ելնելով առաջին հերթին, առաջին շարք բերել պատիվը, եթե վերաբերում է անձին։ Հետո մտածել, ինչ ես անում։ Ու դա կխփի քո պատվին, թե չէ։ Այս խնդիր չունենք, մենք անպայման անելու ենք։ Անպայման մեր միջոցառումները բերելու են նրան, որ իրենք իրանց թիմով այնտեղ չեն լինելու։
Իրանք այսօր ուղղակի շանս ունեն հելնեն այդ ժողովրդից խմբակային ներողություն խնդրեն, այդ կարա մի քիչ իրանց մեղմացնի իրենց արանքը ու թողեն ուրիշ բառով չասեմ, կորեկտ ասեմ գնան։ Բայց բոլորիս մտքում ուրիշ բառ է, չէ, առաջանում։ Գնան։ Հակառակ դեպքում մենք ենք որոշելու իրանց ոնց հեռացնենք։ Այսօր զրուցում էինք համահայկական ճակատ շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ։ Ցտեսություն։